Պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, նախ ասեմ, որ տեղում բավականին մեծ ոգևորություն է առաջացել կոմբայն բերելը։ Գնման process-ով զբաղվող անձնակազմի հետ ամենօրյա կապի մեջ ենք, գնման process-ների ընթացքի մեջ են, օրերս նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ կազմակերպությանն է նվիրաբերվում կոմբայնը եւ ով է զբաղվելու դրա։ Ինչքան հասկանում եմ, հասարակական կազմակերպություն է, որը ամենօրյա զբաղվելու է բարեգործական այդ հարցով։ Այո։ Այսինքն հասարակական կազմակերպությունը բարեգործական կազմակերպություն։ Բարեգործական հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է կոմբայնի հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում եւ տեխնիկական։ Նաեւ լրացուցիչ ձեր հետ խորհրդակցությամբ նախատեսվել է, որ եւս մի կոմբայն հարակից օժանդակի մեր կոմբայնին, որպեսզի ամբողջ տարածաշրջանում հնարավոր լինի սպասարկել հնարավորինս շատ գյուղեր։ Քանի տնտեսության է դա օգուտ կտա։ Եթե լրացուցիչ կոմբայնը եւս կհաջակցելու, կկարողանանք ամբողջ ծավալի մոտավորապես 80%-ը ծածկել։ Իսկ ինչքան այդ առումով, ինչքան խնայողություններ ձեր կարծիքով կունենանք, կարողանաք հաշվեք մեզ անգամ ներկայացնենք, երբ որ այցելություն ունենանք, այսինքն համայնքը ինչքան խնայողություն գյուղացին վերջապես կունենա։ Մենք ինչու ենք կենտրոնացել սրա վրա, որովհետև այս մի տեխնիկայով մենք ցույց ենք տալի, թե ինչպես է իջնելու ինքնարժեքը ցորենի եւ ինչպես է դա օգնելու հետագայում մեր ամբողջ գյուղատնտեսությանը վերջապես դառնալ ցորենից քիչ կախված երկիր։ Նաև պարոն Կարապետյան, եթե կարողանանք մեր նախընտրական ծրագրերից մեկը, այսպես ասած, պիլոտային իրագործել, մթերման կայանի մասն է խոսքը, մենք ընդհանրապես ցորենի ցիկլը փակած կլինենք, եթե փորձնական մթերման կայան կարողանանք։ Այո, քանի որ տարածաշրջանում, ինչքան մենք ուսումնասիրեցինք, ամեն դեպքում առաջնային հարցը տեխնիկայի հարցով փորձենք լուծել, ինքնարժեքը հասկանանք, դրանից հետո մթերման կայանի տրամաբանությունը արդեն կգործի։ Իսկ որտեղ են վաճառում ցորենը հիմնականում։ Ալիաղացներ տարածաշրջանում, տարածաշրջանի ալիաղացներ եւ կեր արտադրող ընկերություն։